Հանգստյան օրերին Կապանում մարզական մթնոլորտ էր տիրում։ Անցկացվեց Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի սպորտային ակրոբատիկայի առաջնությունը։ Այս անգամ առաջնությունն ընդլայնել է մասշտաբներն, ընդգրկելով մասնակիցներ ոչ միայն Հայաստանից, այլև Վրաստանից և Ռուսաստանից։ Շուրջ 100 հոգի մարզաձևում չափեց ուժերը։ Ես զբաղվում եմ գիմնաստիկայով 7 տարի, երկրորդ անգամ եմ Կապանում, առաջի անգամ ես որ եկել եմ, երրորդ տեղ եմ գրավել։ Ուժեղներ շատ կան, կոնկրետ իմ տարիքում էլ մի քանի ուժեղներ կան, բայց փորձենք հաղթել։ Սիրում եմ գիմնաստիկա, որտեղ նա շատ գեղեցիկ է, գեղեցիկ սպորտաձև, որ մեծանամ կդառնամ գեղարվեստական մարմնամարզության մարզիչ։ Ուզում եմ շատ աշխատել և լավ ելույթ ունենամ։ Կապանի մարմնամարզության մարզադպրոցը վերանորոգվել է մի քանի տարի առաջ։ Այժմ կան բոլոր պայմանները մարզիկների արդյունավետ պարապմունքների և լայնամասշտաբ միջոցառումների անցկացման համար։ Նոր շունչ է տալիս մեր քաղաքի մարզադպրոցի շարժին, այսպես ձևակերպեմ, նոր ոգևորություն է տալիս, քանզի մենք այսօր մեր մարզադպրոցը հագեցած է միջազգային չափորոշիչների ստանդարտների համապատասխան մարզագույքով, որ չկա հանրապետությունում։ Միակ Կապանում է, որ մենք ունենք աշխարհի առաջնության համապատասխան գեղարվեստական մարմնամարզության հարթակ, ինչպես նաև ակրոբատիկական հարթակ, ցատկուղի, այսպիսի մարզագույքով համալրված մարզադահլիճ հանրապետությունում եզակին է։ Նման միջոցառումները հնարավորություն են տալիս տեղացի մարզուհիներին շփվելու միջազգային փորձ ունեցող հասակակիցների հետ։ Գլխավոր մրցավար Օլգա Դունաևսկայան հուսով է, որ հաջորդ առաջնություններում արտասահմանցի մասնակիցների թիվը կավելանա։ Մեր դպրոցը տարեստարի զարգանում է, մենք ևս մասնակցում ենք մի շարք մրցաշարերի և ունենք հնարավորություն տարբեր երկրներում մեր ներուժը ցույց տալու։ Եթե անգամ չեք հաղթի, սա գեղեցկության և երիտասարդության միջոցառում է, ուղղակի վայելեք այն։ Կապանի համայնքապետարանի աջակցությամբ առաջնությունն անցկացվում է երկրորդ անգամ։ Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը վստահեցրեց, այն կդառնա ամենամյա։ Կապանը միշտ էլ առանձնացել է իր հարուստ մարզական ավանդույթներով և սպորտն էլ ինչպես նախկինում, այնպես նաև այսօր էլ մեր համայնքի կյանքի անբաժան մասն է։ Գեղարվեստական մարմնամարզությունը միշտ էլ եղել է մեր ուշադրության կենտրոնում և ես ինքս էլ մեծ հույսեր ունեմ այս մարզաձևի հետ կապված։ Գեղարվեստական մարմնամարզությունը Հայաստանի ոչ բոլոր տարածաշրջաններում է զարգացած։ Սյունիքում մարզաձևն առանձնակի ուշադրության է արժանանում։ Այս տարի ավելի ոգևորված, որովհետև Կապան քաղաքը ստացել է մարզագորգ, որը համապատասխանում է մեր ֆիժի պայմաններին, սա հանրապետությունում առաջին մարզագորգն է, որ երեխաները պարապում են շատ, դա մեծ առաջընթաց կբերի Կապանի մարզադպրոցի աղջիկներին։ Մրցանակային տեղեր զբաղեցած մարզուհիներն արժանացան հավաստագրերի, մեդալների և նվերների։